Հանրային գործիչ Միքայել Նահապետյանը նույնպես ահազանգել էր, որ սիստեմատիկ հարձակման տակ են WhatsApp-ում և Telegram-ում իր օգտահաշիվները։ Նա սակայն կարծում է, որ այս ամենը պատահականություն չէ։ Նվազ հավանական եմ համարում, որ պատահականության սկզբունքով իմ համ WhatsApp-ը, համ Telegram-ը, համ Facebook-ը հարձակման տակ ընկնեին։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա որոշակի ջանք է, ինչ-որ կերպ վերահսկողություն հաստատելու իմ օգտահաշիվների վրա կամ ինչ-որ տեղեկություններ կորզելու համար կամ ընդհանուր կանոնավոր վերահսկողություն անելու համար։ Ում կողմից է այդ ուղղորդումը։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության։ Նահապետյանը զանգեր է ստացել ոչ միայն արտասահմանյան, այլև հայկական հեռախոսահամարներից և նրա համար հասկանալի չէ, թե Telegram-ի վերիֆիկացիան ինչպես է հնարավոր հայկական հեռախոսահամարով։ Արտասահմանյանին չեմ պատասխանել, դեռ ասենք միանշանակ հասկանում եմ, որ իմաստ չկա, այս արտասահմանյան զանգի չեմ սպասում, չեմ պատասխանել։ Հետո եկել է հայկական հեռախոսահամարի զանգ, որը հրապարակել եմ այդ ինչ համար է։ Երբ որ պատասխանել եմ այդ զանգին ու ինքը ռուսերենով սկսել է ասել, որ ձեր վերիֆիկացիայի կոդը ու պետք է արդեն սկսի կոդը ասել, ժամանակ անջատել եմ զանգը, հետո ինչքան հետ եմ զանգել այդ հայկական համարին, բնականաբար զբաղված է ցույց տալիս, որովհետև այդ համարը նախատեսված չի հետադարձ զանգ անելու համար։